Շնորհակալություն, Տիկին նախարար, ես կցանկանայի վերադառնայինք, քանի որ այստեղ եք օգտվելով առիթից անցած հարցին, պարոն Սարգսյանը թմրանյութերի տարածման, իրացման, բացահայտելիության հետ կապված թվեր հրապարակեց, ըստ որոնց 4500 դեպք է արձանագրվել, 23 թվականին, եթե չեմ սխալվում, որոնցից 900-ն է ուղարկվել դատարան, ես կցանկանայի իմանալ իսկ քանիսն է ուղարկվել նախաքննական մարմին, որից հետո 900-ն է ուղարկվել դատարան եւ որպես հետեւություն որն է պատճառը ձեր կարծիքով, որ ընդամենը 20%-ն է ուղարկվում դատարան եւ ինչով պատժի խստացումը կօգնի, որ ել ավելի մեծ թվով գործեր ուղարկվեն դատարան, եթե հիմա ցուցանիշ այդքան ցածր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան, եթե անդրադառնանք պարոն Սարգսյանի նշած վիճակագրությանը, առաջին այն թիվը, որը հնչեցվեց, բնականաբար բոլոր դեպքերով ոստիկանության կողմից հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին։ Այսինքն մենք բոլոր դեպքերով նշվեց 4000 դեպք, բայց անցած տարվա կտրվածքով, եթե հիշողությունից չի դավաճանում, ինձ ավելի շատ դեպքեր են ունեցել, բոլոր դեպքերով անխտիր ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել քննչական մարմին, իրականացում է նախաքննություն։ Նախաքննության եւ դատապարտության միջև հարաբերակցության տարբերության հետ կապված կարծում եմ իհարկե ռելևանտ հասցեատերը քննչական կոմիտեի գործընկերներն են, բայց որոշակի ժամանակահատված այդուհանդերձ նախաքննությունը տանում էր, որպեսզի ապացույցների այնպիսի բազա կարողանան գեներացնել գործընկերները, որը թույլ կտա նախաքննությունն ավարտել եւ գործ ուղարկել դատարան, բայց պիտի փաստեմ, որ քիչ առաջ նաեւ թվերն էին նայում հատուկ, վերջին տարիների կտրվածքով մենք ունեցել ենք աճ արդեն դատվածների թվի մակարդակով, այսինքն սա թույլ պիտի տա մեզ եզրակացնելու, որ նախաքննության տեմպերը եւս գնալով արագացել են եւ ի տարբերություն նախկին տարիների, երբ որ մենք ընդհանրապես մի քանի 100 անձ ունեինք դատված արդեն, իսկ այսինքն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, այս վերջին տարիների կտրվածքով արդեն 1500-ից ավելին է այդ թվերը, կարծում եմ սա ցույց է տալիս, որ պետությունն ավելի արագացրել է նաև նախաքննության տիրույթում process-ները, բնականաբար տեղ ունենք աշխատանքի, ես վստահ եմ, որ դեռ կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքները, բայց թվային պատկերով կարճ ուղղակի ասեմ, որ մենք 768 կիլոգրամ շուրջ թմրամիջոց ենք հանել շրջանառությունից, հենց այն քաղաքականության արդյունքում, որը որ Տիկին Մինասյանը նաև փաստեց, այսինքն ներմուծում արտադրություն։ Շատ ավելի շատ կենտրոնացրել ենք ռեսուրսը այս երկու շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափերով շրջանառությունը անչափահասների կամ երիտասարդների շրջանում հնարավորություն չունենա տեղի ունենալ, եւ սա 80%-ով ավելին է, քան 2024 թվականի տվյալներն են։ Նույն պատկերը նաև սինթետիկ թմրամիջոցների մասով է, այսինքն անցած տարի շատ ավելի մեծ թվով ենք վտանգավոր թմրամիջոցներ արգրավել, քան նախորդ տարվա կտրվածքով է եղել։ Սա կարծում եմ պետության հետևողական քաղաքականության արդյունքն է։ Մեզ մնում է շարունակել այս քաղաքականությունը, շարունակել տեմպերն ավելի արագացնել, որպեսզի կարողանանք ավելի կառավարելի իրավիճակ ունենալ։ Արձագանք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն Տիկին նախարար, հարցերը սպառվեցին։